Ողջույն սիրելի հետևորդներ, USR Media YouTube-յան ալիքում սկսում ենք աշխատանքային շաբաթը եւ ձեզ եմ ներկայացնում ԱՄՆ գլխավոր լուրերը։ Գիտեք, մի քանի օր է ինչ համացանցում տարածվում են տարբեր տեսանյութեր, որ դատարան պետք է մուտք անել մինչև սեպտեմբերի 30-ը $100, դա քաղաքական ապաստանի քեյսերի մասին է խոսքը գործերի։ Հիմա ավելի մանրամասն դրա մասին։ ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը USCIS-ը դեռևս այս տարվա հուլիսի 18-ին հրապարակել է դաշնային ռեգիստրի ծանուցում, հիմնված HR1 վերահաշվարկման օրինագծի վրա։ Այն սահմանել է հատուկ վճարներ ներգաղթի հետ կապված տարբեր ձևերի, արտոնությունների, կարգավիճակների, միջնորդությունների, դիմումների, հարցումների համար, որոնք իրականացվում են մի շարք պետական մարմինների կողմից։ Նոր վճարները հետևյալն են. $100 ԱՄՆ, դա նոր վճար է այն արտերկրացիների համար կամ օտարերկրացիների համար, ովքեր ներկայացնում են Form I-589 ապաստանի դիմումը եւ արտահանումից պաշտպանությունը։ Սա հուլիսի 22-ից սկսած արդեն վճարվում է։ Տարեկան ապաստանի վճար, այս է հիմնական թեման, որի պատճառով կա որոշակի անորոշություն։ AAF-ը դա տարեկան վճարն է, որ պետք է անընդհատ կրկնվի, $100 է սահմանվել տարեկան, որը պետք է վճարվի առցանց բոլոր այն օտարերկրացիների համար, ովքեր ունեն սպասվող գործ Form I-589։ Այսինքն, կա գործ դատարանում, վճարը պետք է կատարվի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում, քանի դեռ դիմումը սպասարկվում է։ Մի փոքր բացեմ չակերտները եւ ավելի պարզ ներկայացնեմ։ Հստակ գրված է USCIS-ի կայքում, որ բոլոր այն օտարերկրացիները, ովքեր ներկայացրել են կամ կներկայացնեն Form I-589, մինչև հոկտեմբերի 1, 2024 թիվը եւ դրանից հետո եւ դիմումը կսպասարկվի առնվազն 365 օր, պարտավոր են վճարել տարեկան $100 իրենց դիմումի ներկայացման ամսաթվի մեկամյա տարեդարձին եւ այնուհետեւ ամեն տարի, եթե դիմումը շարունակում է մնալ սպասարկման փուլում։ Օրինակ, դուք 3 տարի է սպասում եք ձեր դատական գործին, դա չի նշանակում, որ 3 տարվա համար պետք է վճարել։ Օրենքը հետադարձ ուժ չունի։ Դուք պետք է վճարեք ընդամենը 1 տարվա համար եւ յուրաքանչյուր անձի համար, ովքեր ներգրավված են այդ գործում, $100։ Դա կկրկնվի ամեն տարի, մինչև ձեր գործով վերջնական որոշում չընդունվի կամ օրենքը չփոխվի։ Հիմա նրանց համար, ում գործը դատանում չէ, այլ USCIS-ում, դուք նույնպես պետք է վճարեք այդ $100, բայց արդեն ոչ բոլորի համար, այլ միայն այն անձի համար, ում անունով է գործը, բայց ձեր դեպքում յուրաքանչյուրը պետք է ստանաք նամակ, ծանուցում, որտեղ գրված կլինի, թե երբ պետք է վճարվի այդ գումարը, նշելով վճարի չափը, վերջնաժամկետը, վճարման եղանակը եւ չվճարելու հետևանքները։ Հետագա տարիների համար USCIS, այսինքն նույն ներգաղթի ծառայությունը, կհրապարակի լրացուցիչ ուղեցույցներ։ Շատերի մոտ հարց է առաջացել, ինչպես պետք է վճարել դատարանի $100։ Սկզբում ասեմ, որ վաղը կեսգիշերին, այսինքն սեպտեմբերի 30-ին ժամը 23:59-ին, դա ձեր վերջնաժամկետն է, եթե չեք ցանկանում հետևանքների բախվել։ Այն վճարվում է բացառապես առցանց տարբերակով։ Եվ այսպես, այցելում եք, ես իհարկե այս հղումը անպայման կկցեմ նկարագրություններ բաժնում, դուք կարող եք օգտվել այս հղումից, այցելում եք http://eoir.justice.gov, ներքևի սյունակում գտնում եք I-589 ֆորմի մուտքագրումը, գրում եք ձեր A նամբարը կամ A համարը եւ վճարում եք $100, այսպիսով խուսափելով հետագա տարբեր տեսակի հետևանքներից։ Նոր վճարում կա Form I-765, դա աշխատանքի թույլատվության դեպքում, որ ստանում եք, ներկայացվում է արտերկրացիների համար, առաջին դիմումի դեպքում $550 ԱՄՆ է վճարվելու, սա չեք կարող որևէ կերպ շրջանցել, նախկինում եթե հնարավոր էր անվճար անել, ապա հիմա դա հնարավոր չէ, վերականգնման համար կամ երկարաձգման համար $275 ԱՄՆ, բացառություն, եթե արտերկրացին դիմում է աշխատանքի թույլատվության համար նոր պարոլի ժամանակահատվածի հաստատումից հետո Form I-131-ով։ Վճարը այդ դեպքում կլինի ավելի ցածր, հենց 275, $250 վճար կլինի բոլոր այն օտարերկրացիների համար, ովքեր որպես հատուկ անչափահաս ներգաղթյալ են ներկայացնում I-360 ֆորմով։ I-821, դա
FTPS-ի դիմումներն են, վճարի առավելագույն սահմանը բարձրանում է 50-ից մինչև 500 ԱՄՆ դոլար։ Փոփոխվել է նաև աշխատանքի թույլատվության վավերականությունը, պարոլ կարգավիճակ ունեցող արտերկրացիների աշխատանքի թույլատվությունը վավեր կլինի առավելագույնը 1 տարի կամ մինչև պարոլի ավարտը, որը կարող է ավելի կարճ լինել, եւ TPS կարգավիճակ ունեցող արտերկրացիների աշխատանքի թույլատվության վավեր ժամկետը կլինի առավելագույնը 1 տարի կամ մինչև TPS կարգավիճակի ավարտը, որը նույնպես կարող է լինել ավելի կարճ, քան 1 տարին է։ Հավելեմ միայն, որ ես չունեմ իրավաբանական որևէ կրթություն, իրավաբանական գործընթացների կամ գործառույթների հետ կապված հավելյալ տեղեկատվության չեմ տիրապետում, իսկ հոդվածը պատրաստել եմ բացառապես հենվելով պաշտոնական կայքեջի հրապարակման վրա։ Հավելյալ տեղեկատվության կամ որևէ անհասկանալի գործողության դեպքում դիմեք ձեր փաստաբանին։ Վստահ եմ, որ շատ իրավաբանական գրասենյակներ արդեն իսկ ձեզ տեղյակ են պահել փոփոխության մասին, սակայն եթե 2 ամիս է դա չեն արել, գոնե պարտքս էի համարում այս տեղեկատվությունը անպայման հրապարակելը։ Շարունակենք այլ լուրերով։ Ամերիկյան Միչիգանի Grand Blanc Township-ում երեկ տեղի ունեցած սարսափելի հարձակումը խլել է առնվազն 4 մարդու կյանք եւ վիրավորել 8-ի։ Հարձակվողը 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սեմֆորդը նախկին ծովային հետևակային իր բեռնատարով բախվել է եկեղեցու շենքին, ապա կրակ բացել ներսում գտնվող մարդկանց վրա։ Հետաքննությունը ցույց է տվել, որ հարձակվողը նաև օգտագործել է բենզին շենքը հրդեհելու համար։ Հրկիզումից հետո եկեղեցին ամբողջությամբ այրվել է, պահպանվել են միայն արտաքին պատերը։ Վիրավորների թվում են երեխաներ էլ, տարեցներ էլ, 5 հրազենային վնասվածք են ստացել, մյուսները ծխահարվել, նրանցից մեկը շարունակում է մնալ ծանր վիճակում։ Դաշնային քննչական բյուրոն հարձակումը որակել է որպես թիրախային բռնություն։ Փրկարարական ծառայությունները այսօր շարունակում էին որոնել զոհերի մոխրացած ավերակներում, իշխանությունները հայտնել են, որ որոշ մարդիկ անհետ կորած են համարվում։ Ծովային հետևակի տվյալներով Սամֆորդը ծառայել է 2004-ից 2008 թվականներին, մեկ անգամ մասնակցել է Իրաքի պատերազմին եւ ստացել է լավ վարքագծի մեդալ։ Սա երկրորդ զանգվածային կրակոցն էր ԱՄՆ-ում ընդամենը 24 ժամ ընթացքում, շաբաթ գիշերն էլ Հյուսիսային Կարոլինայում մի տղամարդ նավակից կրակ էր բացել ամբոխի վրա, սպանելով 3 անձի։ Հյուսիսային Կարոլինայում մնանք, օդանավակայանում ինքնաթիռի տեխնիկական սպասարկման ընթացքում American Airlines-ի օդանավի անիվների խցիկում հայտնաբերվել է թաքնված ուղևորի դի։ Ոստիկանության հաղորդմամբ դին հայտնաբերվել է 3 եւ Շարլոտ Դագլաս միջազգային օդանավակայանում։ Շարլոտ Մեքլենբուրգի ոստիկանությունը նշել է, որ մահվան հանգամանքները հետաքննվում են։ Օդանավակայանի ղեկավարությունը դեպքը որակել է խորապես ցավալի եւ հայտնել, որ լիովին աջակցելու է քննությանը։ American Airlines-ը եւս հայտարարել է, որ համագործակցում է իրավապահ մարմինների հետ։ Ավիացիոն փորձագետների գնահատմամբ ինքնաթիռների անիվների խցիկում թաքնվածների շուրջ 3/4-ը սովորաբար չեն կարողանում գոյատևել թռիչքի ընթացքում բարձրության վրա տիրող ծայրահեղ ցրտի եւ թթվածնի սակավության պատճառով։ 3 Դաշնային գործակալները զինված պարեկային ծառայություն են իրականացրել Չիկագոյի կենտրոնական փողոցներում, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է 200 ազգային գվարդիական ուղարկել Օրեգոնի Փորթլենդ քաղաք, քայլ, որին կտրականապես դեմ է նահանգապետը։ Վերջինս անմիջապես դատական հայց է ներկայացրել, պնդելով, որ Թրամփը գերազանցել է լիազորությունները։ Դաշնային ուժերի եւ զինվորականների ներկայության աճը քաղաքներում նկատվում է նաեւ Մեմֆիսում, որտեղ այս շաբաթ սպասվում է ներգաղթի եւ թմրանյութերի դեմ պայքարի գործակալների ժամանումը։ Չիկագոյի քաղաքապետ Բրենդեն Ջոնսոնը եւ Իլինոյսի նահանգապետ Ջեյբի Ֆրիցկերը խստորեն քննադատել են դաշնային ուժերի ներկայությունը, այն որակելով որպես վախեցնելու միջոց, որը ոչ մեկին չի դարձնում ավելի անվտանգ։ Դաշնային իշխանությունները հայտարարել են, որ այս գործողությունների նպատակը ամենավտանգավոր ապօրինի ներգաղթյալների ձերբակալությունն է, սակայն կոնկրետ թվեր չեն հրապարակվել։ Կիրակի օրը Փորթլենդում այս կենտրոնի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 2 անձի՝ 17-ամյա մի երիտասարդի եւ 38-ամյա մի տղամարդու։ Ցույցին մասնակցել էին հարյուրավոր մարդիկ, ովքեր բողոքում էին Թրամփի որոշման դեմ ազգային գվարդիայի զինվորներ ուղարկելու քաղաք։ Թրամփը հրամանը ստորագրել է 60-օրյա ժամկետով եւ Փորթլենդում այսի շենքերի եւ դաշնային այլ օբյեկտների պաշտպանման նպատակով։ Նա այս բողոքները որակել է որպես կառավարության դեմ ապստամբություն։ Մեմֆիսում Թրամփի նախաձեռնած դաշնային ուժերի ներգրավման պլանը եւս բողոքների պատճառ է դարձել։ Քաղաքում վերջին տարիներին բարձր են եղել ընդհանրապես հանցագործությունների թիվը, սակայն այս տարի որոշ ցուցանիշներ նվազել են։ Նահանգապետ Լին հայտարարել է, որ մինչև 150 ազգային գվարդիայի ծառայող կարող է ուղարկվել Մեմֆիս, սակայն նրանք չեն լինի զինված, եթե տեղական իշխանությունները դա չխնդրեն։
Արդեն սրա մասին խոսել է, բայց հարկ եմ համարում եւս մեկ անգամ ասել, ԱՄՆ կառավարությունը կանգնած է հնարավոր փակման շեմին, եթե մինչև վաղը կեսգիշեր կոնգրեսը չհաստատի ֆինանսավորման նոր փաթեթ, պետական կառույցները դադարելու են իրականացնել ոչ էական գործառույթները։ Սենատը վերադարձել է երկուշաբթի օրը Վաշինգտոն աշխատանքի, իսկ օրենսդիրների եւ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Սպիտակ տանը նախատեսված է օրվա երկրորդ հատվածում։ Հանրապետականների վերահսկողության տակ գտնվող ներկայացուցիչների պալատն արդեն ընդունել էր ֆինանսավորման 7-շաբաթյա շարունակման մասին օրինագիծը, սակայն Սենատում այն ձայների պակասից տապալվել է։ Սենատում հանրապետականն ունեն 53 մանդատ, սակայն օրինագիծը առաջ տանելու համար անհրաժեշտ է առնվազն 60 ձայն, ինչը ստիպում է հաշվի նստել դեմոկրատների հետ։ Նախկին կառավարական փակումները դեկտեմբերի 2018-ից հունվար 2019։ Նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի երկրորդ տարում երկիրը մտավ ամենաերկար փակման մեջ, պահանջելով կոնգրեսից գումար Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար։ Ներկայիս հանրապետական առաջնորդների պես այն ժամանակ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հրաժարվեց բանակցել, մինչև Թրամփը չբացի կառավարությունը։ Փակումը տևեց 35 օր եւ ավարտվեց միայն այն ժամանակ, երբ օդանավակայաններում սկսեցին կուտակվել ուշացումներ եւ 100 հազարավոր դաշնային աշխատողներ երկրորդ անգամ չստացան իրենց աշխատավարձը։ Հունվար 2018 թվական կառավարությունը փակվեց 3 օրով, քանի որ դեմոկրատները պնդում էին, որ բյուջեի փաթեթում պետք է ներառվեն այսպես կոչված երազող միգրանտների դրիմերսների պաշտպանությունները։ Թրամփը հրաժարվեց բանակցել մինչև կառավարության վերաբացումը։ Շուտով դեմոկրատները համաձայնեցին, երբ Միչ Մաքքոնելը խոստացավ հարցը քվեարկության դնել։ Հոկտեմբեր 2013 թվական հանրապետականների, այսպես ճակերտներով ասած դարձյալ թեյի կուսակցության թևը սենատոր Թեդ Կրուզի խրախուսմամբ ստիպեց 16-օրյա փակման, պահանջելով հետաձգել Բարակ Օբամայի առողջապահական բարեփոխումների Օբամաքերի իրականացումը։ Խնդիրը սրվեց, երբ հանրապետականները նաև խոչընդոտեցին ԱՄՆ-ի պետական պարտքի սահմանաչափի բարձրացմանը, ինչը սպառնում էր դեֆոլտով։ Ի վերջո երկկուսակցական բանակցություններն ավարտվեցին նրանով, որ կառավարությունը բացվեց, իսկ հանրապետականները որևէ մեծ զիջում այդպես էլ չստացան։ 1995 դեկտեմբեր, հունվար 1996 ներկայացուցիչների պալատի խոսնակ Նյուտ Գինգրիչի ղեկավարությամբ հանրապետականները ստիպեցին 3 շաբաթ տևած փակման, փորձելով նախագահ Բիլ Քլինթոնին ստիպել ընդունել հավասարակշռված բյուջեի պայմանագիրը, սակայն հանրապետականներն ի վերջո ստացան մեղավորի պիտակ, այդպես էլ չհասնելով լուրջ առաջընթացի։ 1970-80-ականներին նախագահներ Ջիմի Քարտերի եւ Ռոնալդ Ռեյգանի օրոք գրեթե ամեն տարի եղել են կարճատև կառավարության փակումներ, բայց դրանք լուրջ էական իհարկե ազդեցություն չեն ունեցել։ Ամենաերկարը տևել է 17 օր 1978-ին։ Չեն ունեցել, որովհետև 1980-81 թվականներին արտահայտության նախարար Բենջամին Սիվիլետիի իրավական եզրակացությունները պարտադիր դարձրեցին, որ նոր բյուջե չընդունելու դեպքում կառավարությունը մասամբ կամ ամբողջությամբ դադարի գործել, մինչև այդ փակումները հաճախ ընդամենը ֆինանսավորման բացեր էին առանց իրական լուրջ ազդեցության։ Յուտա տեղափոխվենք, այստեղ Պրովո քաղաքում քաղաքի դատարանում կայացավ Թայլեր Ռոբինսոնի գործով հերթական լսումը, 22-ամյա երիտասարդը մեղադրվում է սեպտեմբերի 10-ին Յուտայի Վալի համալսարանում Turning Point USA կազմակերպության հիմնադիր Չարլի Քրքի սպանության մեջ։ Ռոբինսոնը եւ նրա նորանշանակ պաշտպանական խումբը որոշեցին օգտվել իրենց իրավունքից եւ անցկացնել նախնական լսում, որի ընթացքում դատավորը կորոշի բավարար հիմքեր կան արդյոք գործը դատավարության ուղարկելու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 30-ին առավոտյան ժամը 10-ին։ Մայրաքաղաք են գնում հիմա Վաշինգտոնում Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն են հանդիպել, Սպիտակ տանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, ներկայացնելով Գազայի պատերազմի դադարեցման եւ Մերձավոր Արևելքում համապարփակ խաղաղության հասնելու ծրագիրը։ Թրամփը շեշտել է, որ այս օրը պատմական է եւ իր նպատակը ոչ միայն Գազայի խնդրի լուծումն է, այլև հավերժական խաղաղությունը Մերձավոր Արևելքում։ Նախագահը հայտարարել է, որ իր նոր ծրագիրը մշակվել է ԱՄՆ-ի, Իսրայելի, ինչպես նաեւ արաբական եւ մուսուլմանական երկրների մասնակցությամբ, ներառյալ Սաուդյան Արաբիան, Քաթարը, Եգիպտոսը, Թուրքիան եւ այլ պետություններ։ Ծրագրի հիմնական կետերը Գազայում հրադադար եւ ռազմական գործողությունների դադարեցում, բոլոր պատանդների վերադարձ մինչեւ 72 ժամը, Համասի զինաթափում եւ ռազմական ենթակառուցվածքների ապամոնտաժում, Գազայում նոր անցումային կառավարման մարմնի ստեղծում միջազգային վերահսկողությամբ, իսրայելական զորքերի փուլային դուրսբերում պայմանավորվածությամբ։
Թրամփը հայտարարել է նաև նոր խաղաղության խորհրդի ստեղծման մասին, որը կղեկավարի ինքը որպես նախագահ, ներգրավելով միջազգային հեղինակավոր առաջնորդների։ Իր հերթին Նեթանյահուն ընդգծել է, որ ծրագիրը համապատասխանում է Իսրայելի կառավարության նպատակներին ապահովել պատանների վերադարձը, Համասի զինաթափումը և Գազայի ապառազմականացումը։ Նա հավելել է, որ եթե Համասը մերժի ծրագիրը, Իսրայելը ինքնուրույն կավարտի գործը։ Նախագահ Թրամփն էլ հավելել է, որ եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, ապա կլինի ամենամեծ քայլը դեպի իրական խաղաղություն հազարավոր տարիների ընթացքում։ ՄԱԿ-ը վերականգնել է Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն և այլ պատժամիջոցներ կապված նրա միջուկային ծրագրի հետ։ Սա մասին ուրբաթ օրը լուրերով տեղեկացրել ենք։ Հիմա շարունակությունը և ընդհանուր զարգացումը։ Այս քայլը հետևում է եվրոպական տերությունների նախաձեռնությանը, որոնց վերաբերյալ Թեհրանը նախազգուշացրել էր, որ կպատասխանի խիստ քայլերով։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նախաձեռնել են Իրանի դեմ պատժամիջոցների վերադարձը, նրան մեղադրելով 2015 թվականի համաձայնագիրը խախտելու մեջ։ Այդ համաձայնագիրը նախատեսված էր կանխել Իրանի միջուկային զենքի ստեղծումը։ Իրանը հերքում է միջուկային զենք ստեղծելու նպատակ ունենալը։ Տասնամյակ տևած միջուկային պայմանավորվածության ավարտը հավանաբար կսրի լարվածությունը ընդհանուր մերձավոր արևելքում։ Ռուսաստանը վիճարկել է ՄԱԿ-ի պատժամիջոցների վերադարձ։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ում հայտարարել է, որ այդ քայլը ապօրինի է։ Եվրոպական տերությունները պատրաստակամություն էին հայտնել որոշ պայմաններով հետաձգել պատժամիջոցների վերադարձը երկարաժամկետ համաձայնության շուրջ բանակցությունների հնարավորություն տալու համար, սակայն դիվանագետները նշել են, որ բավարար վստահություն չի եղել։ Ռուսաստանի և Չինաստանի նախաձեռնած փորձը ձգձգելու պատժամիջոցների վերադարձը ձախողվեց անվտանգության խորհրդի ուրբաթ օրվա քվեարկության ժամանակ։ Երեկ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը հայտարարել է, որ Իրանը այդ քայլը համարում է ապօրինի և որ ոչ մի երկիր պարտավոր չէ ենթարկվել դրան։ Մենք հավատում ենք, որ ուրանի հարստացման մեր իրավունքը մինչև այսօր ճանաչված է միջազգային իրավունքի ներքո, ասել է նա։ Շաբաթ օրը Թեհրանը խորհրդակցությունների համար հետ էր կանչել իր դեսպաններին Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից։ Իրանի տնտեսությունը արդեն իսկ ծանր վիճակում է ԱՄՆ խիստ պատժամիջոցների պատճառով, որոնք վերականգնվել էին դեռևս 2018 թվականին, երբ Դոնալդ Թրամփը իր առաջին նախագահական ժամկետում դուրս եկավ Իրանի միջուկային գործարքից։ Վերականգնված պատժամիջոցները ներառում են, ինչպես նշեցի, զենքի էմբարգո, այդպես էլ նաև ուրանի հարստացման և վերամշակման արգելք, միջուկային կարողություն ունեցող հրթիռների հետ կապված գործունեության սահմանափակումներ։ Դրանք նաև նախատեսում են համաշխարհային ակտիվների սառեցում որոշ պաշտոնյաների համար ճանապարհորդական արգելքներ։ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը ինքնաբացարկ է հայտնել սպասվող ընտրություններում, թողնելով իհարկե դաշտը այլ թեկնածուների։ Վերջերս նա հայտարարել էր որպես անկախ թեկնածու մասնակցելու իր մտադրության մասին, բայց X հարթակում երեկ բավական երկար այսպես ուղերձում նշել է նաև մի քանի պատճառներ։ Ադամսի ինքնաբացարկից հետո առաջիկա նոյեմբերի 4-ի ընտրություններում առաջատար մրցակիցներն են դառնում դեմոկրատական կուսակցության թեկնածու Զորա Մամդանին և Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կոմոն, որը հանդես է գալիս որպես անկախ թեկնածու։ Ադամսը դաշնային կոռուպցիոն մեղադրանքների էր ենթարկվել, որոնք ինքը հերքում էր, ինչպես նաև երեկ դրա մասին ասաց։ Ինձ անարդարացիորեն մեղադրեցին, որովհետև ես պայքարում էի այս քաղաքի համար։ Այդ մեղադրանքները հետագայում հանվել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, երբ արդարադատության նախարարությունում նոր ղեկավարություն էր ձևավորվել։ Վերջին հարցումները ցույց էին տալիս, որ Ադամսի վերընտրվելու այսպես ցուցանիշը միանիշ թվերի մեջ է և շատ հետ է թե Մամդանից, թե Կոմոյից։ Տեսաուղերձում Ադամսը չհայտարարեց իր աջակցությունը որևէ թեկնածուի, բայց քննադատեց երկուսին էլ։ Մամդանին, որը ներկայումս ունի զգալի առավելություն, իրեն համարում է դեմոկրատական սոցիալիստ։ Նրա ձախակողմյան գաղափարները մտահոգել են Նյու Յորքի բիզնես շրջանակների մի մասին և նույնիսկ որոշ դեմոկրատների։ Մամդանի քննադատները մինչև հիմա վախենում են, որ Ադամսը և Կոմոն կբաժանեն ընդդիմության ձայները և հեշտ կդարձնեն նրա հաղթանակը։ Թրամփը, որը նախկինում զգուշացրել էր դրա մասին և կամ Մամդանի հաղթանակի հետևանքների մասին, հուշել էր, որ Ադամսը դուրս գա մրցապայքարից, ինչը կիրակի օրը տեղի ունեցավ և Թրամփը ողջունել է այդ որոշումը։ Ադամսը հայտարարել է, որ կավարտի իր պաշտոնավարման ժամկետը և դեռևս չի որոշել իր ապագայի մասին, իսկ այն ավարտվում է 2026 թվականի հունվարի 1-ին։ Այս տարվա Նոբելյան մրցանակը կհայտարարվի հոկտեմբերի 10-ին 338 թեկնածու կա։ Այս թեկնածուների թվում կարող են լինել և անհատներ, և կազմակերպություններ, և խմբեր։ Եկեք մոտավորապես հասկանանք, ինչ հնարավորություն ունի Դոնալդ Թրամփը և արդյոք Դոնալդ Թրամփը կա այդ ցուցակում։
Հաղթողին կշնորհվի մեդալ, դիպլոմ եւ 11 միլիոն շվեդական կրոն, մոտ 1.19 միլիոն դոլար, ինչպես նաեւ համաշխարհային ուշադրություն։ Նոբելյան մրցանակը տրվում է այն անհատներին, խմբերին, հաստատություններին, որոնց վերջին աշխատանքները նշանակալիորեն նպաստել են խաղաղության առաջ մղմանը։ Հաղթողը պետք է համապատասխանի շվեդ արդյունաբերող Ալֆրեդ Նոբելի 1895 թվականի կտակում գրված նկարագրությանը։ Նորվեգացի Նոբելյան ինստիտուտի տնօրեն Քրիստիան Բերգ Հարվիցենը ընդգծում է. Այն տրվում է նրանց, ովքեր առավելագույնն են արել ազգերի եղբայրության զինաթափման կամ մշտական բանակների լուծարման եւ խաղաղության կոնգրեսների կազմակերպման համար։ Մրցանակը շնորհվում է Նորվեգիայի խորհրդարանի կողմից նշանակված 5 անդամներից բաղկացած Նոբելյան կոմիտեի կողմից։ Նրանք ուսումնասիրում են աշխարհի ընթացիկ զարգացումները, գլոբալ միտումները, հիմնական խնդիրներն ու խոստումնալից գործընթացները, սկսած կոնկրետ խաղաղության նախաձեռնություններից մինչև նոր միջազգային պայմանագրեր։ Թեկնածուներ կարող են առաջադրել հազարավոր մարդիկ, կառավարությունների եւ խորհրդարանների անդամներ, պետությունների ղեկավարներ, համալսարանների պրոֆեսորներ եւ նախկին Նոբելյան մրցանակակիրներ։ Թեկնածուների ամբողջական ցուցակը այս ամենակարևորն է, գաղտնի է պահվում շուրջ 50 տարի, սակայն որոշ առաջադրողներ իրենց ընտրությունը հրապարակայնացնում են։ Օրինակ, այս տարի Կամբոջան, Իսրայելը եւ Պակիստանը, նրանց ղեկավարները ավելի ճիշտ, հայտարարեցին, որ առաջադրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն այդ առաջարկությունները, որը ներկայացվել են հունվարի 31-ի վերջնաժամկետից, ամիսներ անց են ներկայացվել եւ չեն կարող ընդունվել 2025 թվականի մրցանակի համար։ Փորձագետները ենթադրում են, որ կոմիտեն այս տարի կարող է կենտրոնանալ հումանիտար կազմակերպությունների, լրագրողների կամ ՄԱԿ-ի կառույցների վրա։ 1916 թվականի սեպտեմբերի 29-ին, այսինքն նույն այս օրը, մամուլը գրեց, որ Միացյալ Նահանգներում կա առաջին միլիարդատերը, եւ կարծում եմ բոլորդ նրա անունը գիտեք, Standard Oil-ի հիմնադիր Ռոքվելերի մասին է խոսքը։ Ավելի քան 1 դար անց ԱՄՆ-ում արդեն կան հարյուրավոր միլիարդատերեր, որոնց հարստությունները հիմնականում գալիս է տեխնոլոգիական ու ֆինանսական ոլորտներից։ Forbes-ի հաշվարկով 2025 թվականի սկզբին ԱՄՆ-ում մոտ 900 միլիարդատեր կար, մինչդեռ Ալտրատա ընկերությունը գնահատում է այդ թիվը ավելի քան 1100։ JP Morgan-ի գնահատմամբ իրական թիվը կարող է հասնել մոտավորապես 2000-ի։ 2025-ի տվյալներով ամերիկացի միլիարդատերների ընդհանուր կարողությունը 6.8 տրիլիոն դոլար է, ինչը միջին հաշվարկով յուրաքանչյուր ամերիկացու բաժին կտար շուրջ 20,000 դոլար, եթե հավասարապես բաշխվեր։ Այսօր Ռոքվելլերների ժամանակի 1 միլիարդ դոլարին համարժեք մոտ 30 միլիարդ դոլար ունեն 30 ամերիկացի մոտավորապես միլիարդատերեր, նրանց թվում են Լարի Էլիսոնը, Իլոն Մասկը, Մարկ Ցուկերբերգը, Ջեֆ Բեզոսը եւ այլոք։ Այսօր միլիարդատերերի մեծ մասի մոտ 70%-ի մոտ հարստությունը կուտակվել է սեփական աշխատանքով, սակայն մյուս մասի մոտ 1/3-ի մոտ իրենց կարողությունները եղել են ժառանգական։ Այս թողարկման համար էլ առանձնացրել էի այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։